Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում է Անտապանի քննարկում հաղորդաշարն է եւ այսօր իմ հյուրերն են ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտ կազմակերպության հիմնադիր նախագահ Մարկ Մքերլին եւ հիմնադիր փոխնախագահ Ափո Չապարյանը։ Ողջունում եմ պարոնայք մեր տաղավարում։ Ձեր կազմակերպությունը բավականին ակտիվ գործունեություն է սկսել եւ բազմաթիվ արդեն դուք Հայաստանում եք execution of plans. Ես կխնդրեի մի փոքր պատմել այս այցելության մասին, հետո կանդրադառնանք նաեւ նախորդ այցելությանը։ Welcome to Armenia. Please share with our viewers the purpose of your current mission in Armenia. Well, to you and to your viewers, I appreciate this second opportunity to spend time and discuss our mission, ANSI, American Armenian National Security Institute's mission. Ես շնորհակալություն գայթեմ երկրորդ անգամ արիթը ստեղծելու համար, որովհետեւ ծեր հետ եւ ծեր հերոստատիտողների հետ գիսվինք American Armenian ANSI գնահատակի անգլերենով AANSI American Հայկական ազգային անվտանգության ինստիտուտի առաքելության մասին. And as we've discussed, if I could focus on the three missions. Ես պիտի փապակեի զեկուցել երեք առաքելությունների մասին. Not in any order of importance, but we begin with number one, and that is education of both Americans and as well those citizens of Armenia about the importance of emphasis on national security. Ուրեմն մեր համար առաջին առաքելությունը որ փապակեի նշել ազգային անվտանգության մասին ուսուցողական աշխատանք տանի Ամերիկայի եւ Հայաստանի ռազմաքաղաքական շրջանակների մեջ. And the second mission. Excuse me, General, ես պիտի նոյանդաբանի հերոստատիտողներին շատ հագիջ միտքը արդահայտեի, որ ես փառապար պիտի չի թարգմանեմ, այլ ընդհանուր միտքը պիտի վերարտադրեմ հայերենը. I'm going to reproduce the niche of your the essence of your comments. I'm not going to be translating verbatim. And with because that, last time we had criticism on not being specific in every area. and the second element of our mission is training civilians in Armenia on emergency medicine and emergency medical response to both natural disasters such as floods and fires, earthquakes, and as well if in fact there's some sort of military incursion into Armenia, that these civilians trained by both Armenian and American instructors, the Armenian Red Cross and the American Red Cross, will be able to assist the emergency services of the Republic of Armenia. Ուրեմն նաև երկրորդ առաքելությունը գվերապերի Հայաստանի քաղաքացիներին առաջին փուժ օգնության պատրաստվածության համար, որ հանգարց եթե բնական աղետ կամ տեխնազին աղետ պատահի, բնական աղետ, ինչպես է ջրհեղեղը, երկրաշարժը, իսկ տեխնազինը եթե ասենք պատերազմ զախի, քաղաքացին պատրաստ լա իր աջակցությունը բերելու փրկարարական բաժանմունքին ներքին գործոս նախարարության. And just to conclude, the third element of our mission is to assist in any way that we can the disabled veterans, soldiers of Armenia. The Artsakh Army. Before I say that, let me add one thing. Երկրորդ առաքելության վերաբերյալ պետք է ավելացնեի բարոն Մքարլիի զեկույցից այն հատվածը, որ գվերապերի այդ առաջին փոժոկնության բաժանքներին մասնակցությունը կապահովի ANSI-ին
ամերիկյան հայկական ասկան ամդանքյան ինստիտուտը ամերիկացի մասնակիցներին, ովքեր միանալով ասենք Հայաստանի մասնակիցներին միասնապար այդ առաջին բուժօգնական բաժանները իրականացնեն. Please go with the third one. And the third one is to assist disabled veterans of the Armenian Artsakh armies and the United States. Եվ նաև աջակցություն դրամատրել վիրավորված զինվորներին, որոնք Արցախի բանակի վիրավորված զինվորներ են, Հայաստանի բանակ եւ նաև ամերիկյան բանակի։ Շնորհակալություն, բայց ես որքան գիտեմ, այս այցելության ժամանակ դուք ունեցել եք նաև ձեր գիտելիքների փոխանցում մեր ռազմական ինստիտուտներից մեկում։ I have also found out that during this visit you have engaged, you have held seminar at one of military institutions, educational institutions, where you have shared knowledge with officers. Yes, that is exactly right. And this will be our sixth, you are correct, our sixth engagement with the highest educational institution. Overall 13. That's true, but as to instruction and cooperation with the senior leaders or emerging senior leaders of the Armenian army, this will be our fifth time. Sixth. This time was sixth the time. Ուրեմն ընդհանուր առմամբ NC-ի առաքելությունները Հայաստանի մեջ ընդհանուր 13 եղած են, սակայն այս առաքելությունը NDRU-ի հետ, այսինքն ազգային պաշտպանական հետազոտական համալսարանի հետ 6-րդն է. And of course we cannot forget that this is the first instance in which we have been invited, and of course it's a significant opportunity for us and those we work with at Boskin Sarkisian, where we, ANSI, Mr. Jabari and I bring several retired senior American military officers at no expense to the U.S. government, no expense to the Armenian government, and we sit down, we seminar, we coordinate, we Ուրեմն cooperate. Նաև այս արդիվ առաջին անգամ լալով Վասկեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում այնտեղալ սեմինար իրականացրինք շնորհիվ ակադեմիայի ղեկավարության հրավերին եւ մենք իհարկե այս դելեգացիաները պատվիրակությունները որ գարաշնորհենք թեպի Հայաստան ոչ մեկ ծախս չենք պատճառել ոչ Ամերիկայի կառավարության ոչ էլ Հայաստանի կառավարության Դուք ես պիտի փափակի ավելացնել I'd like to add որ այս կազմակերպության աշխատանքները կֆինանսավորվին քաղաքականապես եւ սոցիալապես հասուն ամերիկահայերու եւ հայասեր ամերիկացիներու կողմէ So basically what I said the organization's activities are being funded by politically and socially responsible and mature American Armenians and fellow Americans who have affinity with Armenia. And I should say, let's not forget the expanded diaspora, because we have French Armenians, Lebanese Armenians. Եվ նաև հիմա արդեն մենք ուրախությամբ կհայտնենք, որ այս աշխատանքները արդեն ներշնչած են նաև ավելի սփյուռքյան լայն շրջանակներ, Ֆրանսայի, Լիբանանյան եւ այլ երկրներ. And also, General, could you talk about how the first the humanitarian support brigade, can you elaborate on that? Առաջարկեցի որ առաջին humanitarian brigade-ի վարժանքները որ իրականացրինք. And of course, as I just indicated, we have 3 missions, and the second, of course, is to provide instruction to Armenian civilians and Armenians who are members of what we call the Territorial Defense Service of Armenia in basic combat or basic medical instruction as to how to care for those who are injured
in either a natural disaster, let's emphasize that, or, and we hope that this does not happen, some sort of military action that results in major casualties, a significant number of casualties in Armenia. So we spend 2 weeks every year putting on this instruction. The first one was up at Aragats, and the second one, very, very successful, down in the Sunik region at Goris. Ուրեմն պետք է նշել, որ բացի առաջին բուժօգնությունից, նաև մենք առաջին անգամ լալով անցյալ տարի 2 շաբաթ Սյունիքի շրջանը Գորիսի մեջ անցկացուցինք ռազմական իրավիճակների ժամանակ անշուշտ բարոն Մքալինգեսը հույսով որ պատերազմ չլա, բայց եթե հանգարց պատերազմը լա, պետք է նաև քաղաքացին պատրաստ լա ռազմական իրավիճակների ժամանակ վերավորված զինվորի կամ քաղաքացի փրկարարական աշխատանքներ իրականացնել։ Եվ մենք այդ առումով վարժանքներ իրականացնենք եւ իմ զեկուցումը փապակեի ավելացնել, որ անցյալ տարի երկրորդ վարժանքներն էին, որ իրականացինք, առաջինը իրականացինք 2023 թվին Արաքածի մեջ, երբ 7 տարբեր երկիրները 57 գամավոր հայեր եւ ոչ հայեր մասնակցան. I briefed about the first HSB, Humanitarian Support Brigade training in Aracaz, when we facilitated the convergence of 57 members of Humanitarian Support Brigade training from 7 different countries with the participation of Armenians and non-Armenians. Absolutely. And we'll bring anyone who loves Armenia, whether native-born, members of the diaspora, fellow Americans who have an affection, a deep and abiding affection for Armenia, as I do, to participate in this training. And it's free of charge. That's the incredible part about it. Ուրեմն մենք պատրաստ ենք առաջնորդելու եւ որ ասենք անշուշտ համախոհությամբ Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնատարներին առաջնորդելու ովևէ անհատի թեպի Հայաստան, որ այդպիսի փրկարարական ասենք բաժանքների մասնակցին։ Ինձ մոտ էսպիսի հարց ցակեց, արդյոք ձեր երկրում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, պարոն գեներալ, այդպիսի վարժանքներ եւս անց են կացվում եւ արդյոք այդ վարժանքները եւս անց են կացվում այսպես հասարակական հիմունքներով, այլ ոչ թե պետական մասնակցությամբ։ Are the Humanitarian Support Brigade training sessions also being held in America for fellow Americans on civilian level and not necessarily initiated by the government? For us, as ANSI, American Armenian National Security Institute, we focus on Armenia, but we encourage Americans with that fondness for Armenia to come with us. So we bring, I think you referred to Aragats, we had 8, maybe 10 Americans. We had the mayor of Carson, which is Mayor a Robles. suburb of Los Angeles, and he has no Armenian blood, but he loves Armenia, and he volunteered, didn't ask for anything, volunteered, and he went through the course, and he passed the course, which is really good. Ուրեմն մենք գլխավորապես կենտրոնացած ենք ամերիկյան հայկական ազգային ամբողջական ինստիտուտի հյումանիտար բրիգադայի վարժանքներին, բայց թույլ տվեք որ իմ կողմից ավելացնեմ, որ ի պատասխան ձեր հարցին, այո, ուրեմն քաղաքացիական հասարակությունը այդպիսի վարժանքներ իրականացնի Կարմիր խաչի գազམ་եկեղեցության շնորհիվ։ And if I may, Եվ there is sorry, let me yes, complete okay. that. Ուրեմն այդ առաջին վարժանքներին, երբ մենք առաջնորդեցինք 57 մասնակիցներ եւ որոնց հերթին գային ոչ հայեր, հայասեր ամերիկացիներ եւ որոնց հերթին Carson քաղաքի մեյորը Albert Robles-ը And there's a purpose in this, certainly for Armenians whose residence is in Armenia. They are available at all times in coordination with the Department of Emergency Services. So the Department of Emergency Services works with us, and we'll go forward
with direction from emergency services to activate these highly trained volunteers who will assist in times of emergency. That's number one. But number two, which is really amazing, is when members of the diaspora, Armenian or non-Armenian, I mean, remember those who have affection for Armenia, when there's an emergency, they have volunteered and committed to respond. Once again, they're financed, meaning we'll support their travel, but they have committed to respond to these emergencies, come to Armenia in 96 hours from the time that we activate them. Այո, ուրեմն մենք ասելով գազագերբության ղեկավարությունը եւ անդամները այնպիսի մշակույթ ստեղծած ենք, որ գամավորները, ովքեր մասնագետ եղած են եւ արդեն քրանցված են, պատրաստակամություն պետք է ունենան 96 ժամվա մեջ դեղափոխվելու դեպի Հայաստան ասկային արդակակ իրավիճակների ժամանակ անշուշտ հավանությամբ պետական ղեկավարության միանալու Հայաստանի քաղաքացիներին, որոնք արդեն անմիջականորեն դրամատրելի են. And we've not only tested this system, but in September, I have to get the date right, September 23rd of 2023, when the forces of Azerbaijan forcefully removed 125,000 or so Artsakh Armenians, we committed members of the Humanitarian Support Brigade, and I think all told, we had about 10 or so that situated themselves in the initial refugee camps in Sunik. Այո, ուրեմն 23 թվին երբ բռնի դեղանումը կորզատրվեցավ Արցախի մեջ, այն ժամանակը NC Humanitarian Brigade-ի 10 անդամներ արդեն դեղում էին. Այո. Դա հրաշալի է ինչ որ դուք անում եք եւ իմ անկեղծ հիացմունքը այդ ձեր գործողությունների վերաբերյալ, բայց ես ուզում եմ այսպեսի հարց տալ. Եթե դուք այդ տրեյնինգներն եք կազմակերպել, ապա ըստ իս ուսումնասիրել եք, որ դրա անհրաժեշտությունը Հայաստանում կա։ Չեք կարծում, որ Հայաստանը պիտի տասնապատկի կամ հարյուրապատկի իր ջանքերը քաղաքացիական պաշտպանության եւ առաջին բուժօգնության հարցում? Since we have identified such a need to mobilize in case of national emergencies, don't you think the government of Armenia should multiply its own efforts to get some kind of preparedness going in Armenia? I can take that question. Well, I can respond to it. Let's collectively respond. I would say this, that we don't do anything here in a vacuum. We're not in any way self-directive. In each one of those humanitarian support training, we work hand in hand with the Department of Emergency Services. The senior members and the worker members of emergency services were with us. They assisted in the training. They brought the equipment, and the agreement that we have with emergency services is that if there's an emergency, the chief, the director of emergency services gives the command and is therefore not only responsible, but is the leader of these emergency activities. We at ANSI will commit a deputy, whether it's me or you or one of our more senior and experienced guys and women to be out there. Իրականության մեջ այս վարժանքները իրականանան Հայաստանի ներքին գործոստնախարարության փրկարարական բաժանմունքի ղեկավարության հավանությամբ եւ անմիջական համագործակցությամբ եւ առաջին ասենք առաջնակիցը որպես ղեկավար այդ աշխատանքին իհարկե ներքին գործոստնախարարության փրկարարական բաժանմունքի ղեկավարությունը պիտի իրականացնի եւ մեր գազագերբությունը գտնունի որպես օգնական ղեկավար այդ աշխատանքներուն այն ինչ որ գվերապերի NC-ի հետ կապված չանկերին։ Շնորհակալություն, ես առաջարկում եմ հիմա դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո կշարունակենք մեր հաղորդումը։ Գովազդը եթերում սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ։
Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող Ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում եմ։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ We enjoy answering. Պարոնայք մենք եթերում ենք կրկին սելի հեռուստադիտողներ հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտի հիմնադիր նախագահի եւ փոխնախագահի հետ Մարկ Մակրելեի հետ եւ Ափո Ջափարյանի հետ։ Պարոն գեներալ, ես կուզենայի այս հաղորդման այս հատվածում խոսենք ձեր ապագա ծրագրերի մասին։ In this segment of our conversation, I'd like you to talk about upcoming activities by NC. Sure. We've just completed the educational mission to your senior military instructional institutions, Vasken Sarkisian and NDRU. Մենք երեք ավարտեցինք ասկային պաշտպանական հետազոտական համալսարան եւ Վասկեն Սարգսյանի անվան
ռազմական ակադեմիայում մեր ուսուցողական առաքելությունը And we are preparing for major banquets with supporters of ANSI, both here in Yerevan and in the United States. And that is designed to take place in June. The fifth Here, anniversary. yes, here and in Glendale. Ուրեմն մենք նախապատրաստական աշխատանք կտանենք եւ Հայաստանի մեջ եւ Ամերիկայի մեջ իրականացնելու 5-րդ դարեթարցի արդիվ բանկետը, որովհետեւ զորագիցները, աչագիցները իմի բերենք եւ ասենք առաքելությունը ավելի ուժեղացնենք։ And these banquets are the major source of funding for our humanitarian and educational activities. Բանկետը ուրեմն կարևոր աղբյուրներից է ֆինանսավորման այս կազմակերպության կոորդինատորը։ So as chairman, I strongly encourage your viewers to participate if they have the time and the interest, and we would be so grateful for any contribution, because every single penny of those contributions made either here in Armenia, in California, Glendale, or around the United States goes to those activities that we've just described. Պարոն Մկարլին կխրախուսե մասնակցություն Նոյան Դաբանի հերոստատիտողներին եւ Հայաստանի մեջ եւ Ամերիկայի մեջ, որ մասնակցին ինչքան որ իրենց ժամանակը կթույլատրե եւ իրենց աջակցությունը բերեն. I'd like to add from me on my behalf ես պետք է ավելացնեմ հետեւյալը, որ եթե քաղաքականապես հասուն սոցիալապես բադասխանության գիտակցությամբ օժտված հայեր, ամերիկահայեր, հատկապես ամերիկահայեր եւ հայասեր ամերիկացիներ գոյություն չունենային, այս կազմակերպությունը չեր գոյություն ունենար եւ պետք է ասել, որ այստեղ պետք է նշեմ, որ մենք որպես ղեկավարներ ոչ մեկ penny չենք վճարվիր. As leaders we don't get paid. Սա մեր գոմ է գամավոր աշխատանք է եւ մենք ամեն կերպ գծկտինք գամավորական աշխատանքի հանդեպ սերը զարգացնել եւ այդ մշակույթը մեր բաժինը բերել, որ այդ մշակույթը առավել զարգանա։ Եթե դուք գիտեք ձեր բանկետի օրը, կարող եք հայտարարել եթերով եւ մեր հեռուստատիտողները, որ նաեւ Glendale-ից են, անպայման կարող են. Once you know the date, please let us know and we will advertise. Oh, we certainly will. Yeah, անպայման. Իսկ besides that, we have not even Washington, D.C. finished the question. So we will have several meetings in Washington, D.C. As you probably know, anything of importance seems to come out of Washington, D.C. And we found that Washington, D.C., there are several significant Armenian American supporters of ANSI. And so we're going to have both meetings and banquets. We don't have a date yet for the banquet in Washington, D.C. And then, of course, we've got the HSB, Humanitarian Support Brigade, which takes up a tremendous amount of effort to get it done right. Ուրեմն Washington DC մենք ունենք բավականին ասենք աչագիցներ ամերիկահայեր, ես պիտի ավելացնեի, որ Washington DC նաև մենք այս կազմակերպությունը պիտի իրականացնե շատ մոդադենեն ասկային ամբնանկյան նվիրված համակումար մասնակցությամբ ամերիկյան ռազմաքաղաքական շրջանակների անդամներին եւ նաեւ հայկական կողմի մասնակցին. I talked about ANSI organizing a national security conference in Washington DC with the participation of US defense and foreign policy establishment members and also on the Armenian side. And also members of the Congressional Armenian Delegation. Caucus. Caucus will ask for them and they will participate. Հայկական համախմբումի անդամներին.
Հաղորդման վերջում կուզենայի դեզնից հարցնել հետևյալը. At the end of this segment, Ազգային անվտանգության ինստիտուտ եք եւ ANC հիմա Հայաստանը գտնվում է հարևանությամբ մի մեծ կռվի, որը գուցե երկարատև Armenia is situated in the proximity of a major military ինչ է conflict. կարծում, ինչ պետք է այս իրավիճակում անի Հայաստանը իր քաղաքացիների անվտանգությունը What ապահովելու should համար Armenia do for the ես safety նկատի of its citizens? հնարավոր միգրանտները ես նկատի ունեմ And, ռազմական գործողությունների There տարածումը is a distinct Հայաստանում possibility of influx of refugees. Եվ մյուսը ինչ էր Եվ նաև մարտական գործողությունները and there is also a distinct possibility of military operations against Armenia. They're or absolutely, involving Armenia. yeah, you've raised, if I listen to what you've said, I believe there are two questions. The first is, how does Armenia defend itself, protect its sovereignty in what is, could be called one of the most dangerous activities in the last 25 years here in the South Caucasus? That's Ես number ինչքան one. որ հասկացա, երկու հարց կա հարցում ծեր խոսքի մեջը, առաջինը կվերապերի թե ինչպես Հայաստանը կկարողանա պաշտպանել իր ինքնիշխանությունը վերջին 25 տարվա ընթացքին ամենավտանգավոր իրավիճակների հետ կապված այս իրողության մեջ։ And that goes to the first element or line of effort in our mission, and that is to work with the Armenian Armed Forces in a cooperative effort between ANSI, not supported by the U.S. government, but with many senior retired American military officials, officers who come here, coordinate and cooperate with senior members of the Armenian army to advance warfighting capabilities in order to meet this threat. And I have to say it's dangerous. Այս գազագերբությունը, ANC գազագերբությունը իր լավակույնը գդարի, որբեսի այդ ուսուցողական առաքելություններու միջոցով հայկական զինուժի երեց սպայագուդը լավապես իրազեկված է եւ պատրաստված է For instance, for a specific example, we brought this time to both NDRU and Vaskin Sarkisian, one of the most important experts in drone warfare in this world. Այս առաքելության ընթացքին մեր թիմին մաս կգազմեր նաև ԱԹՍ-ի բادرազմի մեջ խորացած եւ մասնակցած անձնավորության, որ իր գիտելիքները գիսեց երկու ագաթեմյաններում, երկու հաստատություններում. Since modern warfare is now defined by the use of drones, we thought that this was especially valuable for members of the Armenian Armed Forces. Քանի որ ներկա ժամանակներուն արդիական բادرազմը կընդգրկե նաև ԱԹՍ-ի հետ կապված ասենք գործողություններ. And of course, moving to the second question, which in some ways is harder than the first. Խոսելով երկրորդ հարցի մասին, որ մի քիչ ավելի խրթին է, քան թե առաջինը, whether or not Armenia finds himself in the thick of war, there is a potential. I can't say with any certitude, no one can, but there could be an infusion of refugees from Armenian Iranians coming across the border to seek shelter and safety from what is taking place within their own country. And that creates its own set of complex problems. Հագիրճ կթարգմանեմ, ուրեմն ճիշտ է այդ վտանգը գա, որ մասսայական ներխուժում ըլլա, ասենք փախստականների կողմէ եւ դա կարող է ստեղծել հսկայական դժվարություններ հայկական պետականության համար. So Armenia was pretty good, fairly effective in assisting the Artsakh refugees in September, from September 2023, about 125,000 who came across the border, and the government was there to assist. As I told you, we had people from our ANSI units out there helping as well. But it's still, if you look at the Artsakh issue, many of those
citizens of Artsakh have still not fully integrated into the Armenian economy. And even you could even go so far as say the culture. Մենք մոդեն հետևեցանք եւ կշարունակենք հետևել Արցախեն դեղահանված բազմաթիվ հայերու իրավիճակին եւ իրազեկված ենք թե ինչպիսի դժվարություններ գտիմագալի հայկական պետականությունը Արցախայերին ընդգրկելու իրադնդեսությունեն ներս եւ բնականոն դարձնելու իրենց կյանքը. I'd like to add yes, պետք է ավելացնեմ. I'd like to add the fact that ANC has proven, thanks to the able leadership of General McCarley and many supporters of ANC, ուրեմն շնորհիվ բարոն McCarley-ին եւ բազմաթիվ ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտի գազագերբության աչագիծներուն հագարակ բոլոր դժվարություններին նրանք միշտ մենք բոլորսալ միշտ պատրաստ ենք եւ գշարնագենք ըլլալ դժվարությունների դիմաց մեր լավակույնը գադարելու եւ այս բարակային ժխտական զարգացումները ասենք հազարավոր փախստականների ժամանումը Հայաստան եւ հատկապես ասված մի արասե եթե իրանահայեր ժամանեն մենք ուրեմն պետք է աշխարհով մեկ մոբիլիզացիայի ենթարկենք մեր բոլոր ռեսուրսները որովհետեւ օգնենք եւ ճիշտ է որ մեծ դժվարություններ կսպասեն մեզի բայց նաեւ Mengal betke պատրաստական ըլանք proactive, այսինքն ակտիվ կերպով լուծման համար յուրաքանչյուրս իր մասնաբաժինը բերելու։ Շնորհակալություն պարոնակ, շնորհակալություն ձեր գործունեության համար, մեր հրավերը ընդունելու համար, մասնակցելու այս կարճ հաղորդմանը, մաղթում եմ ձեզ ամենայն բարիք, ցել հեռուստադիտողներ, սրանով մեր հաղորդումը ավարտվեց, թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեր անունից ամերիկյան բանակի պաշտոնաթող գեներալ Մարկ Մակարելին եւ որը որ ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտի հիմնադիր նախագահն է եւ այդ նույն կազմակերպության փոխնախագահ հայկյանք թերթի հիմնադիր խմբագիր լրագրող Ապո Չապարյանը Շնորհակալություն Բարիք եւ մինչեւ նոր հանդիպում